Ինչպես թույլ տվեց, բաց հասարակությունների խնդիրն է և Հայաստանի հասարակությունը միակը չի, որ այսպես թույլ տալու կամ չտալու խնդիր պետք է լուծել իր համար։ Իրավունքների և ազատությունների շրջանակներում պետության գործիքակազմը ինչ-որ մի բան թույլ տալու ու չտալու շատ սահմանափակ է։ Իսկ ինչ վերաբերում է ազգային անվտանգությանը սպառնացող խնդիրներին, ապա այդ առումով բնականաբար 30 տարիների մինչև 2018 ես այսպես պատասխանեմ Հայաստանի, որտեղ դրանից հետո առավել քան պարզվական հետո ամեն ինչ արվում էր հանուն քայքայելու, ոչ թե դրա դեմն առնելու։ Մինչև 2018 թվականի Հայաստանի պատմության նորագույն պատմության պետականության ինստիտուտների կայացման խնդիրները ունեցել են գլխավոր նպատակ հասարակության տրանսֆորմացիա, այսինքն կոմունիստական ավտորիտար ռեժիմից դեպի ժողովրդավարական ռեժիմ և մեզ համոզում էին, որ ժողովրդավարությունը լավագույն պաշտպանության միջոցն է, ժողովրդավարական կառույցները, ժողովրդավարական պետությունները, մեր քաղաքական համակարգը ինքը խնդիրեր իշխանությունը, որ ցավոտ կետին, որ քաղաքական ուժին, որ կպտում էր կամ որ հասարակական կառույցին, որ կպտում էր մատով, անմիջապես մեծ բաներ առաջանում, աղմուկ էր առաջանում և այդ աղմուկը տարածվում էր աշխարհում մեկ։ Հայաստանի համար ամեն ինչ Հայաստանի իշխանությունների համար բնականաբար ես չեմ կարող ասել, որ որևէ քննարկումներ չեն եղել և այսում էլ այդ սպառնալիքները և այդ թեկուզ ասենք աղանդների, այսպես ասած տարածումը արժեքների դեմ, ազգային և աղանդական արժեքների դեմ սկսվող որոշակի խնդիրները, նույնիսկ սերունդների մեջ հակասության իմաստով, նույն իշխանության նախորդ իշխանությունների մեջ սերունդային պատկերացումներ կար, մի հատված կար, որ գտնում էր, որ ընդհակառակը պետք է ազատությունները ընդլայնել և վերահսկել, մի հատված կար, որ դեմ էր ազատությունների ընդլայնմանը։ Այնուամենայնիվ, դա մենք ազատությունների ընդլայնմանը երբեք դեմ չենք եղել, եթե դա բխել է պետության շահերից։ Ուղղակի կար իշխանություն, որը ամբողջությամբ հանձնառու էր պետական շահերի համար, դրա համար հանրային տարբեր հատվածներում զարգացումները ուղիղ սպառնալիք չէին և չէին ներկայացնում հանրության ամբողջությամբ։ Երբ որ արտաքին միջամտության արդյունքում փոխվեց պետության շահերը պաշտպանողը, այդ ամբողջ խնդիրը սրանում էր։ Մեր ամենամեծ խնդիրը ազգային անվտանգության տեսանկյունից այն է, որ կյանքը ցույց տվեց, որ մեր հասարակությանը հնարավոր է մանիպուլացնել։ Իսկ արդարացված է արդյոք յուրաքանչյուր անգամ իշխանությունը կամ պետությունը զենքը ձեռքին դուրս գա իր հասարակության դեմ և ուր կարա դա տանի։ Դա արդեն պատմության խնդիրն է, դա ոչ ես, ոչ դուք չեն կարող պես հիմնավոր դատողություններ անել։ Կարող են կարծիք ասել, բայց հիմնավոր դատողություններ դժվար է անել։ Մեր համար ցավոք տեսանել էր 2018 թվականից արդեն տեսանելի էր, թե ուր է կանում այսպես կոչված հեղափոխություն։ Մենք ասել ենք 2018-ին, եթե մտահոգես կարգախոսը հիշում ենք, և եթե մտահոգես Արցախով, եթե մտահոգես Հայաստանի արտաքին քաղաքականությամբ, եթե մտահոգես ազգային արժեքներով, եթե մտահոգես հանրային համերաշխությամբ, զինված ուժերով, պաշտպանությամբ և այլն։ Դա մեր կարգախոսներն էլ հենց այնպես չէինք մենք դա ընտրել, բայց մեզ ոնց որ ասում են արդեն որևէ մեկը լսելու ցանկություն չուներ և դա հասկանալի էր։ Այսինքն այդ էյֆորիան և ամբողջությամբ մանիպուլացված իրավիճակը և այդ թվում նաև մեր գործընկեր շատ քաղաքական ուժեր են այդ կրակի վրա ջուր լցրել, դա էլ պետք է ասել։ Ճիշտ է, հետո այդ գործընկեր քաղաքական ուժերը արագ հասկացան և վերադիրքավորվեցին, բայց այնուամենայնիվ պրոցեսն արդեն գնացել էր։ Մեր զգուշացումը ժամանակին եղել է բոլորին։ Մենք ունենք երկու տարբերական դուրս գալ սեփական հասարակության դեմ, առանց դրա հետևանքների մասին ռեալ պատկերացում ունենալու, իհարկե հետևանքները միայն վատն էին լինելու, բայց ինչքան վատ դժվար է ասել։ Կամ հույս ունենալ, որ այն ինչ որ տեղի է ունենում, այնուամենայնիվ
հասարակության եւ մնացած քաղաքական ուժերի վերահսկողության տակ գտնի, ինչը ցավոք այդպես չեղավ։ Հացեք է դիտարկում է։ Շնորհակալություն, տեսեք, լեգիտիմություն, լեգալություն դրանք տարբեր բաներ են։ Լեգիտիմությունը սոցիալ-հոգեբանական կատեգորիա է։ Իշխանությունը կարա 80%-ով ընտրվի, բաց ազատ ընտրություններով, լինի լեգալ իր բոլոր 5 տարիների ընթացքում, բայց 6 ամիս հետո լեգիտիմությունը կորցնի։ Կորցնի այնպես, որ ոնց որ սրանք հիմա ես վստահ եմ 20 թվականից հետո Հայաստանի իշխանությունները այլևս լեգիտիմ չեն պատերազմից հետո։ 18-20 թվականներին եւ լեգալ են եւ լեգիտիմ։ Եվ երևի Հայաստանում եղած ամենալեգիտիմ իշխանությունն է։ Ամենալեգիտիմ այդ 2 տարիներին։ Բայց ամենալեգիտիմ իշխանության պարագայում հայ ժողովուրդը կորցրեց իր ձեռք բերած երազանքը, իր ձեռք բերած հեղինակությունը, պատիվը, արժանապատվությունը։ Դե հիմա գիտեք, որ նա ճիշտ։ Մենք ՀՊ-ից մեկի հետ ժամանակին վիճում էինք, բանավիճում էինք, որ եթերով էր դրա համար եմ ասում, ասում եմ մենք այսուհետ արդեն ժողովրդավարության թուղթը տանելու եք, աշխարհին հասենք ես ամեր պաշտպանությունը, ասում են թղթով եք գնալու Արցախը պաշտպանել, ասում են հա։ Տեսանք ոնց պաշտպանություն եւ տեսանք աշխարհը ոնց վերաբերվեց դեպի